11 համայնքների թվով 11 սուբվենցիոն ծրագրի իրագործման համար կհատկացվի 1 միլիարդ 100 միլիոն դրամ։ Մարտի 26-ի կառավարության հերթական նիստը մեկնարկեց համայնքային ենթակառուցվածքների զարգացման ուղղված ծրագրի քննարկումից։ Տանիքների նորոգում, ասֆալտապատում, մանկապարտեզի շենքի վերակառուցում, այս ամենից անմասն չմնաց նաև Սյունիքը։ Քաջարան համայնքի Քաջարան բնակավայրում մանկապարտեզի կառուցում կատարված է աշխատանքների 90%-ը, նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 110 սանի համար։ Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում փոփոխություններ կլինեն։ Կարգավորման նպատակն է նրանց սոցիալական եւ տնտեսական ներառումը Հայաստանի Հանրապետությունում երկարաժամկետ բնակության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու միջոցով։ Մասնավորապես առաջարկում ենք ծրագրի շրջանակներում որպես ընտանիքի անդամ դիտարկել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված երեխաներին, անկախ այն հանգամանքից, թե երբ են նրանք ներկայացրել առցանց դիմում հայտարարություն եւ ստացել ծրագրով նախատեսված հավաստագիրը, քանի որ ներկայում գործող իրավակարգավորմամբ 25 թվականի հունվարի 1-ից մինչև 26 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված երեխան համարվում է շահառու, եթե ընտանիքն առցանց դիմում հայտարարություն ներկայացրել է եւ ծրագրով նախատեսված հավաստագիրը ստացել է մինչև 25 թվականի դեկտեմբերի 31-ը։ Մյուս առաջարկով ենթադրվում է սահմանել, որ գործող հիփոթեկային վարկի մարման աջակցությունից կկարողանան օգտվել նաև այն շահառուները, որոնք բնակելի անշարժ գույքի ձեռքբերման կամ կառուցման նպատակով 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ստացել են ոչ թե հիփոթեկային վարկ, այլ հիփոթեկային վարկի վերաֆինանսավորման նպատակով նրանց անշարժ գույքի գրավով սպառողական վարկ։ Ինչպես նաև նախատեսվում է շահառուներին հնարավորություն տալ հավաստագրի դրական մնացորդը օգտագործել կենցաղային պարագաներ գնելու նպատակով։ Առաջարկվել է նաև ընդլայնել 4 միլիոն դրամ սահմանաչափով բնակավայրերի ցանկը, դարձնելով դրանց թիվը 761։ Խոսքը մեծ մասամբ վերաբերում է Երևանին սահմանակից համայնքներին։ Որոշումն ընդունվեց առանց նկատառումների։ Քննարկում ենք հարց համար 53-ը բուսաբուծության աջակցության 2026 թվականի ծրագիրը հաստատելու մասին հարցը զեկուցող էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ։ Բուսաբուծության աջակցության 26 թվականի ծրագրով նախատեսվում է փոխհատուցել մինչև 100 հեկտար մակերեսով հացահատիկային, մասնավորապես գարնանացան ցորեն, գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար, հատիկանդեղեն, ոլոր, լոբի, ոսպ, սիսեռ եւ կերային մշակաբույսերի առվույթ կորնգան մշակության 1 հեկտարի հաշվով կատարվող հիմնական աշխատանքների վար, ցանկ, բերքահավաք եւ սերմի արժեքի համար նախատեսված ծախսերի 50%-ը։ Կառավարությունը հաստատել է նաև բուսաբուծության աջակցության 2026 թվականի ծրագիրը։ Փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ սահմանաչափերով. Գարնանացան հացահատիկային մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտարի մակերեսով 70,000, եգիպտացորենը 85, հատիկնդեղենը 100,000 եւ բազմամյա խոտաբույսերը 110,000 դրամ։ Նախագծի իրականացման արդյունքում ակնկալվում է մինչև 27,000 հեկտար հավաստագրված սերմերով ցանկի իրականացում, որը կնպաստի ֆերմերային եկամուտների ավելացմանը։ Բուսաբուծության աջակցության 25 թվականի ծրագրի շրջանակում 5200 շահառուներ են ունեցել, այս տարի ակնկալում ենք մինչև 5700-6000 շահառու եւ իրենց կողմից իրականացվել է 24000 հեկտար մակերեսով գարնանացանի ցանկ հավաստագրված սերմերով, այն պարագայում, երբ որ 24 թվականին դա 19200 է եղել, այսինքն մենք այստեղ ունեցել ենք 25% աճ, 25-ին 24-ի նկատմամբ եւ ակնկալում ենք նվազագույնը 10 եւ 10%, կարծում ենք շատ ավելի բարձր տոկոս աճ կունենանք այս ծրագրի արդյունքում արդեն 25-ի նկատմամբ։ Ընդհանուր առմամբ կառավարության այսօրվա նիստի ընթացքում հաստատվել է 61 հարցի փաթեթ։ Անի Գրիգորյան, Սյունիք, լուրեր։